Կորտիզոլային դեմք, կորտիզոլային որովայն, բայց արդյոք կորտիզոլն է մեղավոր, թե դա համացանցի ամենատարածված միֆերից մեկն է։ Եթե իրականում կորտիզոլը լիներ քաշի ավելացման հիմնական պատճառը, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ։ Կորտիզոլը մեր թշնամին չէ։ Այն կենսաբանական նշանակություն ունեցող հորմոն է, որը օգնում է մեզ գոյատևել ստրեսային իրավիճակներում։ Իսկ ինչ է իրականում տեղի ունենում։ Երբ մենք գտնվում ենք մշտապես ստրեսի մեջ, անկանոն ենք սնվում, բաց ենք թողնում սննդի ընդունումը կամ ընդհակառակը շատ ենք սնվում, չենք հետևում քնի ռեժիմին, օրգանիզմը սկսում է աշխատել գոյատևման ռեժիմով։ Արդյունքում կարող է տեղի ունենալ հեղուկի կուտակում, այտուցներ, ախորժակի բարձրացում, ճարպի կուտակում հատկապես որովայնի շրջանում, էներգիայի պակաս և մշտապես հոգնածության զգացողություն։ Սակայն այս փոփոխությունները կորտիզոլի մեղքով չեն, դրանք օրգանիզմի պաշտպանական արձագանքն են երկարատև ստրեսին և ոչ առողջ կենսակերպին։ Ուստի միշտ ապեք գնել կորտիզոլի մակարդակը նվազեցնող կենսաբանական հավելումներ։ Եթե ձեզ անհանգստացնում է քաշի ավելացումը կամ կասկածում եք, որ ունեք հորմոնալ շեղումներ, ապա դիմեք էնդոկրինոլոգին։ Ճիշտ ախտորոշումը և անհատական մոտեցումը շատ ավելի արդյունավետ են։